Պողոս Արաքյալի երկրորդ Թեսաղոնիկացիների գրքի մեջ մենք կարդում ենք Mystery of Iniquity. Iniquity այդ համարժեք այս բառը եբրայերենով նշանակում է շեղում, եղծում, ինչպես թե գլխի վրա շրջել տեսությունը եւ անօյնությունը որպես միստերիա մոտավորապես այդպես պետք է թարգմանել դա ըստ Պողոս Արաքյալի աշխարհի վերջում եկեղեցու խորհուրդները պետք է վերածվեն փաստորեն անօյնության խորհուրդների, այսինքն անվավեր խորհուրդների մոտավորապես համապատասխանում է Տիրոջ ասած սրբապղծության ներկայությունը ավերումը սուրբ տեղի մեջ եւ եթե կաթոլիկ եկեղեցին նա սկզբնական դարերից ձևավորվեց եւ հիմնված է իր հիմնադիր սուրբերի վրա Աթանասից սկսում է ուրեմն առաքյալների վրա իհարկե հետո Աթանաս, Բարսեղ Կեսարացի, Գյուրեղ Ալեքսանդրացի, Գրիգոր Նազիազանցի, Օգոստինոս, Ամբրոս միջև 5-6-րդ դար այդտեղ կանգնում է արդեն ձևավորված է 6-րդ դարից արդեն ամեն ինչը նշված է, ասված է որպես դոգմատիկ ուսուցում եւ ամբողջ տիեզերական ժողովների որոշումները բոլոր եկեղեցիների համար հիմնված է այս սրբերի ուսուցման վրա, որ կոչվում է ordinary magisterium, այսինքն թե սրբության ձևակերպում ordinary, այսինքն թե սրբերի հիման վրա ձևակերպված տեսություն եւ նա ով որ շեղվում է սրբերի այս ուսուցումից նա կոչվել է հերձվածող սիրելիներ այս սրբերը իրենց կյանքն են դրել մարտիրոսներ են նրանք հասարակ մարդիկ չեն եւ Աստված ամեն մեկի հետ չի խոսում Աստված խոսեց քեզ հետ դա նշան է որ մահ է լինելու նորից Աստված խոսեց քեզ հետ հրեշտակը մահ է լինելու ինչպես կարդում ենք այդ դատավորած 13:22-ում դատավոր Մանոհան սախսափում է որովհետեւ հրեշտակը Աստծո խոսք ասեց իրեն եւ սա բացարձակ ճշմարտություն է ես խոսում եմ փաստորեն ավանդական առաքելական օրթոդոքս հիմքի վրա հիմնված կաթոլիկ եկեղեցու մասին եւ ես բազմիցս ես ներկայացրել եմ այս պղծությունը սուրբ տեղի մեջ Վատիկանի երկրորդ մասոնական ժողովը որը ձևափոխեց ռեֆորմացիայի ենթարկեց եւ դոկտրինը բոլոր կրոնները փրկության միջոց են եւ մանավանդ պաշտամունքի պատարակը որը անբավեր է հիմնականում այնտեղ կան ես կարող եմ անուններով ասել որ միաբանություններն են պայքարում սրա դեմ բայց ահա փաստորեն ինչ է ստացվում երբ որ իրենք սկսում են պաշտել եւ հավատալ ուրիշ հոգիներին կոնտակտներին Աստված այլևս հեռանում է եւ մարդը տրված է արդեն սատանային այդ ինչ պատահել ձեզ հետ հիմա սուրբ տեսանողներ կան հայության մեջ եւ 100,000-ներով մարդիկ հետևում են նրան Քրիստոս ասաց բաներ ագրում գլխից դուրս սուտ բոլորը Վասուլա կա այնտեղ Վերոնիկա կա այնտեղ մոտ 6000 ինքնակոչ այս Մեջդուգորիայի այդ դիվահարված դիվապաշտներն են որ իբր թե Աստվածամոր հետ են խոսում եւ նորից եմ ասում եթե դու հրեշտակ ես տեսնում մահ է լինելու եւ հենց այնպես չի եթե իրական է քո տեսիլը սա է մի ուրիշ գաղտնիք ձեզ ասեմ տեսար իրական տեսիլ ինչպես ես Տաբորում 2015 թվականին մենք մեքենայով բարձրանում ենք Իսրայելում Տաբոր լեռան վրա Եվ իմ աջ կողմից ես տեսա Քրիստոս քայլելիս, ինչպես հիմա կենթանի մարդուն կտեսնեմ, կատնագույն շոր էր հագել կապուշոնով, դեմքը շատ նիհար եւ արևից վառված, ես նայեցի իրեն եւ ինքը նայեց ինձ, եւ ես ճչացի, տեսեք Քրիստոսը, փոքրիկ վան ավտոբուսի մեջ էինք, հայկական ուրեմն այս վիզիտեր, արշավեր դեպի այդ Սուրբ հողը Եվ ահա, դա ինչ էր այդ տեսիլը, որ ես տեսա Տաբորի վրա Քրիստոսին, ինչու պիտի ինձ Տաբորի վրա Քրիստոսը պատկերով երևար,
Բանն է, որ այդ ժամանակ 2015 ապրիլից սկսել են ին որդու մահապատիժը, սպանում էին ին որդուն, ես տեղյակ չեմ եղել, բայց այդ տեսիլից հետո հաջորդ 3 օր ես խլացա, ոչինչ չէի լսում, ես գրել եմ իմ գրքերի մեջ, ոչինչ չէի լսում, ոչինչ չէի կարող հասկանալ, ինչ վիճակ է, ես եկա Սուրբը ողնվելուց, ես ինչ սխալ եմ արել, այս ինչ պատիժ էր, ոչ, հետո ես պարզեցի, երբ հասկացա, որ իմ որդուն սպանում են, ավելի սարսափելի բաներ պատահեց, քան սպանությունը, եւ եթե ես չտեսնեի Քրիստոսին, որպես մայր ես կկորցնեի իմ միտքը, ինչպես հիմա շատ-շատերն են Հայաստանում հավատքի թեյության պատճառով իրենց երեխաների կորստի դեպքում մեռնում են, սպանվում են, իրենց վշտից փաստորեն վերջանում են, եւ դա սխալ է, սիրելիներս, այն ինչ որ կատարվում է, եթե ամենավերջին չարիքն է կատարում, Աստված լրիվ ետ է դարձնում որպես բարիք։ Հիմա բացարձակապես հեռու փախեք նրանցից, ովքեր ոչ թե ներկայացնում են եկեղեցու մեր հիմքերը, դոգմատիկ ուսուցումը եւ կանոնական ծեսերը, բայց խոսում են գլխներից դուրս։ Տեսանողներ են իբրթե։ Դրանից է ասում Վատիկան II դիվահարությունը դա է։ Եվ ով որ լսի այսպիսի մարդկանց, կա Հայաստանում ինչ-որ մեկը, ես տեսամ մնացի ապշած, դրա համարձակությանը դու նայի, կարծես է Աստված քո չաթի ընկերն է, պոռնիկ, դարի մի ասա, դու որ պոռնը կանում ես ոգիների հետ, եւ դրանց վերջ բոլորի դժոխքն է։ Սարսափելի բան է, ուրեմն օկուլտ է գնում, օրթոդոքսներն էլ գնում են դեպի կռապաշտության օկուլտ եւ այսօրվա կաթոլիկները այլևս կաթոլիկ չեն, այլ դիվապաշտներ են, ես կարող եմ ասել։ Եվ եթե դու լսում ես եւ հետեւում ես այդպիսի մեկին, դու ինքդ դիվահարվում ես եւ պիտի գնաս դժոխք, որովհետեւ նրանք արտոնված չեն։ Եկեղեցին չի արտոնել նրանց խոսելու։ Ես հիմա լսեք ինչ եմ ասում ձեզ։ Վերջին 2 անգամ պատմության մեջ հայտնվել է Աստվածամայրը, գրանցված եւ հաստատված կոմիտեի կողմից, Սրբերի կոմիտեի կողմից, հավատքի կոմիտե է կոչում, այն ժամանակ դեռ սրբություն կար եկեղեցում։ Դա եղավ Սուրբ Բեռնադետի հայտնությունը Աստվածամոր 18-րդ դարի վերջին, 50-ական թվականներին, որը հաստատեց Immaculate Conception անարատ հղիությունը։ Ինչ է անարատ հղիությունը։ Անարատ հղիության դոգմատիկ ուսուցման միջոցով մենք վստահում ենք մեր փրկությունը Աստվածամորը, դա նորություն էր, հնում այդպես չի եղել, բայց ինչքան որ մեծացավ ժամանակակից մարդը ընկավ ավելի մեծ փորձանքների մեջ եւ մեծ անհավատության մեջ, եկեղեցին թիրախ է դարձել սատանայապաշտների, այնքան մեր փրկությունը դժվարանում է եւ Աստված տվեց այս հայտնությունը, որ ողջույն քեզ Մարիամ, լի շնորհք Տերն ընդ քեզ։ Ինչ է դա։ Դա այն է, որ Աստված Տեր Քրիստոսը իր երկնքի բանալիները տվեց Պետրոսին, 7 խորհրդով մենք հասնում ենք այդ բաց դռանը, երբ որ դռնից ներս ենք մտնում, ինչ ենք ասում, տեսնում ենք թագուհուն եւ ասում ենք ողջույն քեզ Մարիամ։ Սա մեր առաջին խոսքն է լինելու արքայություն հասնելիս, դուք հասկանում եք սա ինչ է նշանակում։ Եվ հեշտ չէ, երեխան ծնվում է, նայում է, լույս է ամենտեղ, ուրիշ իրավիճակ է, սկսում է ճչալ։ Մինչև որ մայրը նրան գրկում է, կերակրում է, մխիթարում է, նույնը կատարվելու է մեզ հետ երկնքում, այդքան հեշտ չէ այդ հսկա արքայությունը լույսի մի անգամից ընտելանալ դրան, մոր գրկի մեջ ենք, Աստվածամոր գրկի մեջ ենք ընտելանում ենք դրան, եւ այս կատակ բան չէ, Սրբի Բեռնադետը հաստատեց Immaculate Conception դոգման, եւ վերջին Աստվածամոր հայտնությունը, որ եղավ Ֆատիմայում, Պորտուգալիա 1917 թվականին, դա մի սարսափելի երևույթ էր։ Ես գնացի Պորտուգալիա Ֆատիմա ուխտագնացության եւ այնտեղ տեսա նայում Պողոս 6-րդ այդ սատանայապաշտ հոմոսեքսուալիստի արձանը եւ այս անխորան ժամանակակից այս պիղծ իբր թե եկեղեցիները լավ շնորհքի ձուրկ
Եվ ես պատկերացրեք, որ շատ լաց եղա եւ այնտեղ աղոթում էի, որտեղ ես չէի զգում այդ սուրբ տեղը, որտեղ Աստվածամայրը եղել է, բացություն։ Սիպած ես քայլեցի մի կես կիլոմետր հեռու, որ բաց գոնե տեղը ես զգամ, որ Աստվածամայրը եղել է այստեղ։ Ինչ ասեց Ֆատիմայում Աստվածամայրը։ 1917 թվականից փոքրիկ երեխաներ էին, շատ աղքատ, 3 երեխաներ, Ֆրանչեսկո, Լուսիա եւ Յասինտա։ Եվ նրանց այդ երեխաներին նրանց պատմում էր, թե ինչ է սպասվում։ Եւ հատկապես ասում էր, որ եկեղեցին պետք է գրավի սատանայապաշտներով։ Մեկնեք եւ դա սկսեց, ասում է, ռուսական հեղափոխությամբ, որ ուղղված էր եկեղեցու դեմ։ Եվ դրան հաջորդեց փաստորեն նոյեմբերյան հեղափոխությունը, ինչպես ասել էր Աստվածամայրը, եւ նա ասաց, որ այս եկեղեցի ատիացությունը պետք է տարածվի ամբողջ աշխարհում մեկ։ Այսինքն եկեղեցին ներսից ոչնչացնելը սկսվեց 1917 թվականից եւ երկրորդ փուլն էր դա Վատիկան երկրորդը, որը 1917 թվականի հեղափոխությունն էր եկեղեցու մեջ։ Եվ նա ասաց. Ես եմ վերջին հայտնությունը, որ երկնքից գալիս է։ Եթե դուք տեսնեք մարդիկ, որոնք խոսում են Քրիստոսի կամ Աստվածամոր անունով, չհավատաք, դիվական են։ Այսինքն Ֆատիմայում Աստվածամոր հայտնությունից հետո երկրորդ ճշմարիտ հայտնություն չկա, ձեզ խաբում են, բոլորն են խաբում։ Մյուսը արդեն մենք տեսնում ենք երկրորդ գալուստը Քրիստոսի, ամեն ինչ ասված է։ Հիմա արդեն մեծ ուրացության դարաշրջան է։ Եվ եթե դու գտել ես մի խելացի եւ իրական քահանա, որտեղ էլ որ դա լինի, կաթոլիկ եկեղեցում կամ թեկուզ օրթոդոքս եկեղեցում, կարճիր նրան, որտեղ ավելի սարսափելի ժամանակներ են մոտենում մեզ։ Ասրելնայս, ես ինչու եմ այսքան բարգացած, որտեղ ամեն ինչ ես ներսից գիտեմ եւ դուք կույրի նման կույրերի հետևից եք գնում։ Երբ որ ես 1992 թվականին Իտալիայում էի, ինչու նախ ձեզ ասեմ, որ ես մեծ թարգմանություններ եմ անում, Վատիկանի այդ մխիթարյան միաբանության վանահոր հետ եմ աշխատել, օգնել եմ իրենց հաստատվելու որպես ժուրնալիստ այն ժամանակ շատ մեծ գործեր եմ արել նաև իրենց համար, չեմ ուզում դա ասել, անգամ անհարմար եմ զգում, բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ այս մարդիկ ինձ հրավիրեցին իրենց վիզայով, ես գնացի Ֆրանսիա, Իտալիա, որպեսզի տեսնեմ իրենց աշխատանքները, եկեղեցին այնտեղ դասի էին հրավիրում, մի խոսքով, եւ 92 թվականին, երբ որ ես Իտալիայում էի, Վատիկանի ետևում կա Աստվածամոր եկեղեցի, որտեղ ինձ հրավիրեցին Opus Dei ժողովին։ Opus Dei ինչ-որ միաբանություն է, ես դեռ մոդեռնիզմի ժամանակ գաղափար չունեի, եւ լսում էի այդ լեկցիաները, մնում էի ապշած։ Ահա այնտեղ ես իմացա, որ մի հատ կնոջ նկար կար կախած իրենց սրահներից մեկում, ասում եմ, սով է։ Սա Հովհաննես Պողոս երկրորդի սիրն է, տեսանողն է։ Ինչ է դա։ Եվ ինձ բացատրեցին, որ այս կինը Աստծո անունից խոսում է եւ Հովհաննես Պողոս երկրորդին տալիս է ուղղություններ։ Ես մտածեցի, որ նորմալ երևույթ է դա, երևույթ է։ Եվ որտեղ է ապրում այդ կինը։ Ինձ հասցեն ասացին, ես ուզեցի տեսնել ով է այդ կինը, ինչ է խոսում, ինչպես է այդ ամեն ինչ կազմակերպված։ Եվ գնացի եւ գտա այդ տեղը, ինչ որ միաբանության տեղ էր աստիճաններով, երբ որ սկսեցի բարձրանալ աստիճաններով, մի կին դուրս եկավ իմ դիմաց, եւ ես հարցրի այդ կնոջ անունով, որտեղ է այդ կինը, անուն չեմ հիշում։ Ինքը նայեց իմ դեմքիս, սառած, եւ ասեց այստեղ չէ ինքը, մի փնտրեք իրեն։ Եվ երբ որ ես ետ գնացի, նորից նայեցի այդ նկարին, հանկարծ տեսա, որ այդ նույն կինն էր ինձ հետ խոսողը։ Եվ ինչպես նա ինձ ճանաչեց, որ ես իրենցից չեմ, եւ վախեցավ, որ ես կարող եմ պարզել, որ ինքը կախարդ է։ Գիտեք ինչ, ես Հովհաննես Պողոս երկրորդին տեսա Սուրբ Պետրոսի տաճարում։ Տեսա եւ շատ լաց եղա, սիրտս ցաված իր համար։ Կռացած, մի բուր դարձած, կուզը դուրս եկած, ոտքերը քարշ էր տալիս, ամեն մի ուրեմն քայլի հետ, ես զորմացա ուղղակի, դուք կատակ եք անում պապի հետ։
Պապը արժանապատվությունը, պապը հզորությունը, նայեք կան կադրերը Պիոս 12-րդին, նայում ես ու ապշում, թե դա ինչ տղամարդու կատարելատիպ է։ Եվ դրանից հետո ծեսա Հովհաննես Պողոս II-ին արդեն այնտեղ է, որ իբր թե պիտի սովորի ես եմ որ համալսարաններում իրենց եւ 8 միլիոնով վերադառնայի Հայաստան, ստեղծեի այդ կաթոլիկ համայնքի TV, այսինքն հերոստատեսային հաղորդումներ, կանալ եւ այլն, եւ ես հրաժարվեցի։ Ես չեմ կարող այս կաթոլիկ եկեղեցին, որտեղ մոռացված է իրական առաքելական օրթոդոքս հավատքը, ներկայացնել որպես սատանապաշտների ворջ։ Եվ հիմա ինչ է կատարում, ես չգիտեմ, ինչ է կատարում Գյումրիում, ինչ է կատարում այս կաթոլիկ համայնքի հետ Հայաստանում, ուշադրություն դարձրեք։ Այստեղ մենք ոտք չենք դնում ռեֆորմացված եկեղեցիներում։ Մենք ունենք մեր SSPX-ը կա թագավոր Քրիստոսի միաբանությունը, որը ընկավ, կա Սուրբ Պետրոսի օրթոդոքս միաբանություններ են կաթոլիկ, նրանց հալածեցին վերջացավ գնաց։ Հիմա մնում է միայն SSPX-ը եւ սեդևականտիստ մի քանի շատ փոքր եկեղեցիներ, որոնք ծառայում են մարդկանց, բայց նրանք էլ հալչելու վերջանալու վրա են։ Հիմա էլ արդեն այս դևը ես իր մասին այնքան բաներ գիտեմ, որովհետև 2000 թվականից ես Օգոստինյան այսպես ասած վանականների հետ շփվել եմ։ Անգամ հասել նրան, որ ինձ հասել են նաև ծեծել են, որովհետև ոչ թե պատահակ էր կատարում, այլ ջազ էին նվագում։ Եվ նրանք այդ վանական կոչվածները, ինչու պետք է այդ ծեր կանայք, որ այնտեղ են միլիոնատեր Բերլի Հիլզի կողմերը Լաս Ֆելիսի, նրանք էին հիմնական իրենց լսարանը եւ նրանք հարձակվեցին ինձ վրա, ծեծեցին ինձ եւ ես հասկացա, որ նրանք պաշտպանում են իրենց մարմնավաճառ տղամարդկանց, չեն կարող ինձ խաբել եւ ես դա ասեցի, paid prostitutes, սրանք էին այն ժամանակվա Օգոստինոսյան այս միաբանությունը, որի ներկայացուցիչն այսօրվա Պապա, ով բացահայտ տարիներ առաջ պաշտել է Պաչամամա երկրի փաստորեն Դևին, կամ այդ վիդեոները ամեն ինչ փաստագրված է։ Եվ հիմա իրենք ընկել են Պիոս 10-րդի այս միաբանության հետևից, որպեսզի էքսկոմունիկատ տան նրանց։ Եվ ես ասեմ, ինչ հիվանդություններ ունեմ, ինչ պրոբլեմներ ունեմ, իմ քահանաները SSPX-ի բացարձակ սրբեր են, եւ բոլոր հարցը ես առանց նրանց ես չեմ կարող ապրել։ Նրանք են իմ կյանքի խմբագրողը, ուղեցույց տվողները, իմ հոգին եւ մարմինը փրկողները, եւ նրանք այսօր գտնվում են հեռացվելու, անեծքի տակ դրվելու վտանգի տակ։ Բացարձակապես միևնույն է ինձ համար։ Շատ կուզենայի ես էլ միանալ իմ դստերը եւ գնալ Շվեյցարիա, որտեղ հուլիսի 1-ին պետք է կատարվի 4 եպիսկոպոսների ձեռնադրումը, որպես Պիոս 10-րդի միաբանության եպիսկոպոսներ, եւ դրա դեմ է Վատիկանը սարսափում, որտեղ իրական հավատքը իրենք են պահում։ Սիրելին ես, նրանք ովքեր խոսում են, որ լսեցին Քրիստոսի մեսեջը, եւ ծայրի ծայր ապուշություն։ Քրիստոսը ձեր չաթի ընկերը չէ։ Տեսար Քրիստոսին, տեսար իրական տեսիլ, իմացել որ մահը վրա է հասնելու քեզ, հենց այնպես Քրիստոս չի երևում։ Եվ ես այստեղ ներկայացրել եմ իմ բոլոր տեսիլները կապված են որդու սպանության հետ, եւ եթե դա չլիներ, ես հիմա խելագարվել էի։ Այսքանը նրանք ովքեր լսում են այս սուտ տեսանողներին եւ սուտ տեսիլները տարածողներին, նրանք բոլորը դատապարտվելու են դժոխքի, իմացեք սա։